Եթե դու կանոնավոր նորմալ օրենքով ուրեմն հանեք չներենակ Հեչ մարդ պիտի չմտնի Մի րոպե հանձնաժողովը Սպասեք այները շուրջ Սեմ ժողորդի ծեները տլեք իրացի 9-4-ը մնացած մուկուդակ, շարմասանուկի կուդակ, սեր սարկսանի կուդակ ծես գործը Սեր սարկսանի գործը, կեպը կուդակ, համար հենը Ես չեն թողա որոշում կայանը ժողովորդի շարմասանովը արդեն թելադարել է Առաջինը ծեսի թելադարել է արդեն տելևիսարով դուք է իմացել եք Շարմասանովը թող կա լեննական հլեք ըտկան ժամանակ գերագուն խորհրդում նստած մի անգամ չի եկե ելել է լեննականցու պահ ինքը ով է իրանց ինչ կներգացն է Հենց դուրեք կապ ունի, հենց մուգուճանը թող կա, ես կարկու ձևիտ եմ, ես ժողովուրդ եմ, հերիք է, հա, չեք կայացան եմ, Ես կտիմեմ արդեն, կտիմեմ համապատասխան մարդ Հեշ մարդը դուս չի կա, հեշ մարդ դուս չի կա, Արոն Մուգուչյանը հրապարակային ուղղորդումներով ճնշում է բանեցրել այս հանձնաժողովի վրա, բարբերաբար մարդկանց հրավիրել են կամ կանչել են Երևան իրենց ցուցումները տալու, ինձ համար դա ակնհայտ է։ Ուրեմն, մեր թշնամին հակառակորդ այս հանձնաժողովը չէ, բայց պատասխանատվությունը հանձնաժողովի վրա է։ Օրենքով 141 հոդվածով սահմանված է, որ որոշումը կայացնելու է 34-րդ ընդրատարածքային հանձնաժողովը։ Երբևէ այլևս, եթե անօրինական կամ անարդար որոշում կայացվի, օրենքով մեղավորը այս հանձնաժողովից բացի ուրիշ որևէ մեկը չի լինի, ինչքան էլ ուզում է Շարմազանովները, Մուգուչյանները, Աշոտյանները ճնշումներ բանեցրած լինեն։ Հանձնաժողովի անդամները վստահ են սա հստակ պատկերացնում են։ Հիմա խնդիրը բոլորիդ համար ակնհայտ է, մեկ շաբաթ խոսացել ենք, ես պարզապես պարտավոր եմ ամփոփել եւ վերջին անգամ ներկայացնել ամբողջ խնդիրը ինչ կա ստեղ։ Օրենքը գրված է հակասական։ Արտագրել են գործող ընտրական օրենսգրքից, որի մեջ 4-րդ մասով Երևանի ավականու ընտրություններն էին սահմանած, հիմա 4-րդ մասը ինչ-որ մի խելացի մեջտեղը վերջակետ է դարձրել է 2 մաս, 4-րդ եւ 5-րդ մաս։ 5-րդ մասը ցեխ է սարքած ճպցրած է օրենքի մեջ։ 4-րդ մասով իրավական ակտերի մասին օրենքով մարդիկ պարտավոր են օրենքը վերից վար կարդալով իջնել ոչ թե վարից վեր, սա մեկ։ Հստակ պաշխվում են մանդատները 15, 9, 5, 4։ Վերջակետ։ Ճիշտ է։ Եթե հանձնաժողովը կուզի, թող սա խորհրդակցական ձայնի իրավունքով ձայն համարի։ Նիստը կգումարեն, ձայն կտան նույն բանը կասեն, բայց կարիք չկա, արդեն բացատրած է։ 4-րդ մասը հոդվածները պաշխվում է սպառիչ կերպով։ Ինչ է նշանակում սպառիչ, դրա մեջ որևէ վերապահում չկա, բացառություն չի նշված, բացառության բան դեպքի, եթե ոչ այսպես ապա այնպես, պաշխեցիք բրձակ, մեկ որ իր մանդատը նշած սկանարներով։ 5-րդ մաս է մեյդան գցած, ուրեմն ովքեր ունեն մանդատների, ուրեմն կեսից ավելին, բայց ներողություն 40%-ից ավելի, բայց ոչ բացարձակ մեծամասնությունը պիտի ստանան բացարձակ մեծամասնությունը մանդատների։ Չի բացատրած ինչ բան է բացարձակ մեծամասնություն։ Օրենքի մեջ չկա գրած ինչ բան է բացարձակ մեծամասնություն։ Եթե հանձնաժողովը որոշի 17, 18, 20, 25 ցանկացած որոշում կարելի է վիճարկել։ 30 որոշի 30-ներ կարելի է վիճարկել, որտեղ չկա գրած։ Որոշակի գործողությունների պիտի գնա հանձնաժողովը, ոչ թե անորոշ գործողությունների, սա մեկ։ Մնացած մանդատները պաշխել մնացածին, 100 անգամ վերել եմ այդ օրինակը, ով քնից շուտ ելավ, ստեղով է առաջինը մտել, չգիտեմ, ինքը պիտի մնացած մանդատները ստանա, որ կուսակցությունա։ Չկա գրած ինձ սկզբունքով պիտի պաշխել։ Առաջին ես եմ եկեցին տեղ։ Հա, վերջացա, ուրեմն մնացած մանդատները պիտի դուք հասկանում եք, թե ինչ փոսն է գցել այս կեղտոտ օրենք գրողները այս մարդկանց։